Պարոն Հակոբ Կոխյան, ես հիշում եմ, որ նաև պատերազմից առաջ եք հացադուլ անում եւ դրանից որոշ ժամանակ էլի հացադուլ եք իրականացրել, այսինքն ձեր բողոքելու, պայքարելու ձևերից մեկն էլ նաև հացադուլն է։ Կհիշեք, քանի անգամ եք հացադուլ արել եւ արդյունք տվել են այդ հացադուլները, թե ոչ։ Չգիտեմ ում համար ինչ արդյունք է տվել հացադուլը, բայց այդ իմ բողոքի ձևն է, հիմա գիտեք ինչ, ես իմ երկրում չեմ կարա կռիվ գցեմ կամ մի բան անեմ, հիմա ես ավելի լավ է, եթե իմ երկրում մի բան անեմ, ինձ վնասեմ, քան թե ուրիշին, ոչ թե հիմա այսօրվա ղեկավարների նման իրանց օգուտ տան, ժողովրդին վնաս տան, հայրենիք կորցնենք, գիտեք ինչ, մի հատ թուլապայի աշխատավարձով կամ թոշակի բարձացումով մարդկանց սիրտ շահեմ, բան անեմ, ես ավելի լավ է ինձ վնաստամ, քան թե իմ շրջապատին, դրա համար էլ հիմա էսի իմ բողոքի ձևն է, հիմա ես չեմ էլ ցանկանա իմ երկրում կռիվ գցեն, բայց դե ոնց նայում եմ, ուզում եմ որ ժողովրդին մեկի դիմաց անի, բան անի, հիմա ասեմ, գիտեք, այն անցած անգամվա հացադուլս, որ ժամանակին միավորվեին, ոնց որ հիմա են ուզում արդեն միավորվեն բան, այդ պատերազմներ չէր լինի, իմ կարծիքով Նիկոլը արագացրեց Ալիևին, որ տես ես եկել եմ, որ քո պահանջները բավարար են, բայց եթե դու մի քիչ հապաղես, որ եթե մի քիչ հապաղես, կարող է հայազգը զարթնի ու ինձ հանի պաշտոնից, եթե հանեն ես չեմ կարա ասենք Ղարաբաղն էլ քեզ նվիրեմ, Ենթադրում եք, որ այդպես։ Հիմա ենթադրությունների մեջ կարա ճշմարտություններ։ Չեմ ասում, որտեվ այսօր սովորել են քրեական գործեր հարուցել, պարոն Հակոբ Կոխյան, եթե պնդում լինի, ձեր դեմ քրեական գործ կհարուցել։ Քրեական գործ կա կարան ավելացնեն էլ, հիմա իրանց դժվարությունն է։ Ես կալանավայրում կարող եմ ինձ ավելի ազատ զգամ, քան թե հիմա ազատության մեջ։ Ես 300-ի 4 մասով ես արդեն 4 տարի դատվում եմ։ Կառավարության շենքը իբրև թե զավթելու։ Իբրև թե էլի, այդ բանը կառավարության դիմացով անցնում էի, ոստիկանները բրտեցին ժողովրդին, բանը դեպի կառավարության շենք բան, այն կողմը ոստիկաններ, այս կողմը ոստիկաններ են Զանգեզուրի մեջ չի ասում, մենյան գնամ մերոնք են, ես անգամ մերոնք են, ոչ կարամենյանը կռիվանը, ոչ էսյանը, ես մեջ տեղ են գած գերու նման, հետո էլ վերջում եկան ասին, այդ իշխանություններ ուզում զավթեիր, ես ուզում եմ ասեմ, ես մենակ ուզում եմ իմ բրնցքամարտը զավթեմ, բրնցքամարտում ենքան լավ աշակերտներ տան, որ աշխարհը մեզի դրանով ավելի լավ ճանաչի, ոչ թե ես այդ ցանկությունը չունեմ մարդկանց խաբելու։ Որ երրորդ ասացիք հացադուլն է, սա պարոն Հակոբ Կոխյան։ Երրորդ։ Սա երրորդն է։ Հիմա գիտեք, այն մի անգամն էլ 2007-ի ընտրությունների ժամանակ խաբեցին, բան, ձայներս գողացան, վերցրին բան, այն վաղտ էլ Սերժն էր կազմակերպի, ասում էր արդար ալնելու բան, մի խոսքով անարդարության դեմ եմ ես պայքարում, մի խաբեք ինձ, ինչ կա, այդ աշկերիս մեջ նայելով ասեք, ոչ թե խաբեք, բան, արդար, բան, սենց ու տենամ էլի գերիներին տարան իրանց համար, ցավում եմ, որ Հայաստանում այդքան գերի կա, ցանկություն ունեցող կա, որ գերի ընկնի, շահամոլ, գիտեք ինչ, եթե մարմնավաճառ կնոջը ես կարամ հասկանամ, ինչ-որ տեղ, մարմինյան դուր չի գալիս վաճառում, սրանրան բան, գումարով, բայց հոգեվաճառ մարդկանց չեմ կարող հասկանամ, որ կարան ինչ-որ մի շահի, մի քանի դրամի համար իրանց հոգին վաճառեն,
ու իրանք էլ իրանք մարդ են զգում, էլի բան են անում, կամ հանուն գումարի, որ իրանք գումարը պահպանեն, պատրաստ են խոնարհվեն, բան անեն, ես դա չեմ կարող հասկանալ։ Այսօր մշակույթի, նաև սպորտի ոլորտի շատ այսպես աչքի ընկնող հայտնի մարդիկ ասում են, որ մենք պետք չէ քաղաքականությանը խառնվենք, պարոն Հակոբ Կոխյան, որ դա մեր գործը չի, մենք պիտի նպաստենք, որպեսզի մեր ոլորտը զարգացնենք։ Դուք այն բացառիկ կարելի ասել, հա, անձանցից եք։ Հələ շնչում եմ, լավ եմ։ Լավ է ցավոտ տանը։ Հեսա, դուք լավ եմ։ Որոնց համար դա սկզբունքային հարց է դարձել եւ քաղաքականությամբ զբաղվել է եւ ի վերջո հայտարարում եք, որ արդարության վերականգնման եք ձգտում։ Լավ, այդ մարդկանց արածներին ինչպես եք վերաբերում, ինչ գնահատական եք տալիս։ Կարելի է իրենց մեղադրել, որտեղ այդ մարդիկ ասում են, ես իմ էությամբ քաղաքական չեմ, քաղաքականությունից հեռու եմ, թեև 18 թվականին լավ էլ քաղաքականացված էին, ինչպես հասկացանք։ Գիտեք ինչ, քաղաքականությունը դի բառը հնարել են, որ բանը, հիմա ես քաղաքականությամբ եմ զբաղվում, ես առօրյայի կյանքով, իմ ազգի մտահոգություններով բաներով եմ զբաղվում, եթե դա քաղաքականություն է, ուրեմն տենց մարդ չկա, որ քաղաքականությունով չզբաղվի, որովհետև այն մարդը, որ մտածում է իր տուն ինչ հաց տանի, իր երկիրը ոնց գեղեցկացնի, իր հայրենիքը ոնց ճոխացնի, բանանի, այդ նշանակում է քաղաքականությամբ զբաղվել, հա։ Դե եթե դա նշանակում է, ուրեմն, հա, քաղաքական, բայց դե ինձ գիտեք ինչ ոչ պաշտոն է, որ այսօր բերեն ինձ ինչ պաշտոն էլ տան, ես կհրաժարվեմ, որովհետև ես գիտեմ, որ ես այդ ընդունակությունը չունեմ երկիր կառավարելու, այ ոնց որ այստեղ եմ։ Տեսեք, ոնց է կարողանում այդ անծայրածիր ինչ է Հայաստանում, էլ ավելի փոքրացրել է, այդքան տեղը չի կարող ման գա, բայց տեսեք անծայրածիր Ռուսաստանով սա ինքը շրջագայում է ու ամենտեղ գիտի որը որից հետո է։ Չգիտի ընտանիքը երեխեքը որտեղ են, ինչով են զբաղվում, ինքը ոնց կարա երկիր ղեկավարի։ Հիմա եթե ես այս բաներից խոսում եմ, դա նշանակում է քաղաքականությամբ եմ զբաղվում, չէ, ես ուղղակի իմ ցանկությունն է, որ իմ երկիրը այնպես լինի, որ ես միտեղ հիմա դուրս գամ Հայաստանից, ինձ երեսով չտան, որ այդ ինչ երկիր ունեք, այդ ինչ են անում, մի հատ եզի նմանը պարապած կերած խմած չոբանի շունը մի հատ երեխու է կիսաինվալիդ երեխու է հարվածում, բանանում, որ տես բաներ հələ նայում եք էլի Նիկոլյանից բան չներկայացնելով ինչ 1000 հոգով շրջապատված է քայլում, բայց Պուտինին որ տենում եք քայլում է, տեսել եք որ մի 50 հոգի չոբանի շուն կողքերը մանգա, խեմ ասում չոբանի շուն, որտեղ նայեք, իմ փողոցային շունը ստոված է ալնում, բան ալնում, մի քիչ նվազ է ալնում, մի կերպ մի բան այս սրանք կերակրված, նենց եզացած, անասունացած չոբանի շուներ դառած, դե չոբանի շունը լավ հաչում է, չէ, բայց որ հենց գել տեսավ, ինչքան էլ ինքը իր չափսերով մեծ լինի, հենց գելի հոտ առավ, պոչը կողում է միտեղ ու վնգստալով փախնում է, հիմա գիտեք ինչ, արտնասնել էլի, մեր ազգին արտնասնել են, գայլի հոգով, մարդկանց պետք է արտնասնել, որ չի կարելի էլի, գիտեք ինչ, իմ համար, ես որ շատ երկրներ եմ եղել, գիտեք ինչ, կարոտել եմ Հայաստանը, բան ես որ չեմ կարող Հայաստանից ուրիշ տեղ ապրեմ, թե չէ հնարավորություններս իմ շատ է կարակ հետաքրքրվել նախկին սովետական միության են բռնցքամարտի սա լեգենդները ճանաչում են հարգանքով ասում հրավիրում են, ես Ամերիկայել կարամ իմ տեղը ունենամ ու ամեն ձևի բան, պրոստը որ Երևանից դուրս չեմ կարող ապրեմ, սենց խեղդված ապրում եմ ստեղ ու իմ ցանկությունն է որ գիտեք ինչ մարդիկ
ինքնահավանությամբ չզբաղվեն։ Մարդիկ այսօր խառնել են ինքնասիրությունը ինքնահավանության հետ։ Հասկանում եք, կանգնում են հայլի դեմը, տեսեք, Նիկոլա բաների այն չոբանիշներով փաթաթված կզսնելու եմ, հագցնելու եմ, չոքսնելու եմ։ Արախր դու այդ տղեն չես։ Դու մի հատ հայլու դեմը կայնի, դու քեզ հարցնու էլի, ասա, «Էս ոնց դառա սենց»։